Սիրելիներ, անցյալ շաբաթ մենք լսեցինք պատգամը, լսեցինք Հիսուսի խոսքը աղի և լույսի մասին։ Տեսանք, թե որչափ կարևոր է, որ քրիստոնեական համայնքը ապրի և իր մեջ կրի երանելիների հոգին։ Եվ այդ երանելիների հոգով ապրող ժողովուրդը կանչված է լինելու աշխարհի աղը և կանչված է լինելու աշխարհի լույսը։ Լինել աղ և լույս գեղեցիկ պատկեր չէ միայն։ Մենք լսեցինք քարոզը, որ ասվեց, որ աղը պահպանում է, աղը մաքրում է, աղը բուժում է, իսկ լույսը իր հերթին բացահայտում է, ուղղություն է տալիս և ջերմություն է բերում։ Եվ Հիսուսը այդ կոչը ուղղում է ոչ թե առանձին մարդկանց, առանձին հերոսների, այլ իր համայնքին է ուղղում այդ կոչը և ասում է, որ դուք պիտի ապրեք հեզությամբ, ողորմությամբ, մաքրությամբ և խաղաղությամբ։ Բայց կարևոր մի հարց է ծագում. ինչպես կարող է քրիստոնեական համայնքը դառնալ աղ և լույս։ Որն է այդ աստվածահաճո կյանքի հիմքը։ Եվ այսօրվա մեր հատվածը մեզ ցույց է տալիս, մեր առջև բացում է այդ պատկերը։ Եվ Հիսուսը մեզ տանում է դեպի Աստծո խոսքի արմատը, դեպի խորությունը։ Նա ասում է, որ այն համայնքը, որ ապրում է երանելիների համաձայն, պիտի տարբերվի աշխարհից։ Եվ նրանց արդարությունը պիտի տարբերվի ներկա հոգևոր խավի արդարությունից։ Նա ասում է, եթե ուզում եք աղ լինել, եթե ուզում եք լույս ճառագել, ապա պետք է ապրեք այն արդարությամբ, որ գալիս է ոչ թե օրենքի տառից, այլ գալիս է սրտից։ Եկեք լսենք Աստծո խոսքը, որ այսօր մեզ է գալիս Մատթեոս ավետարան 5-րդ գլուխ 17-ից 20 համարները։ Լսենք Աստծո խոսքը։ Մի կարծեք, թե ես եկա օրենքը կամ մարգարեները ջնջելու։ Ես չեկա ջնջելու, այլ իրականացնելու։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, մինչև երկինքն ու երկիրը անցնեն, օրենքից մի կետ կամ մի փոքր նշանագիր անգամ չի անցնի, մինչև որ ամեն ինչ չիրականանա։ Արտով այս պատվիրաններից ամենափոքրերից մեկը անգամ անտեսի և մարդկանց այդպես ուսուցանի, նա երկնքի արքայության մեջ ամենափոքրը կկոչվի։ Բայց ով կատարի և ուսուցանի, երկնքի արքայության մեջ նա մեծ կկոչվի։ Ասում եմ ձեզ, եթե ձեր արդարությունը չլինի ավելին, քան դպիրներինն ու փարեսցիներինը, երկնքի արքայություն չեք մտնի։ Ամեն Աստծո խոսքին եկեք աղոթենք։ Մեր սիրելի Հայր, քո առջևդ ենք խոնարհվում, Տեր, և խնդրում ենք բացես մեր միտքը, մեր սիրտը, և օգնիր, որպեսզի կարողանանք հասկանալ քո խոսքը։ Եվ ոչ միայն հասկանանք, այլ նաև թող քո խոսքը ուղեցույց լինի մեր ամբողջ կյանքի ընթացքում։ Հիսուսի անունով, ամեն։ Ինչպես գիտենք, հրեաների համար օրենքը, այսինքն մովսեսական գրքերը, որ իրենք կոչվում էին Թորա, իսկ հայերեն կոչվում է Հնգամատյան, իրենց համար սրբություն էր։ Նա նրանց փառքն էր, նրանց ինքնության հիմքն էր։ Եվ մարգարեությունները նույնպես օրենքի հետ համարվում էին Աստծո խոսքը, և ամբողջ հրեաների պատմությունը կառուցված էր օրենքի և մարգարեների շուրջ։ Նրանք օրենքը պահում էին մանրակրկիտ ձևով, կենտրոնանալով օրենքի տառի վրա, բայց հաճախ այդ ընթացքում կորցնում էին օրենքի իրական նպատակը։ Նրանք չէին գնում խորքը, այլ օրենքը պահում էին միայն արտաքնապես։ Սակայն նույնիսկ Հին Կտակարանում Մովսեսի գրքերը կառուցված էին սիրո օրենքի վրա։ Եվ Մատթեոս ավետարանում Հիսուսը 22-րդ գլխում 37-ից 40 համարներում ասում է. նայեք, սիրիր քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով և քո ամբողջ մտքով։ Սա է մեծագույնը և առաջին պատվիրանը։ Եվ երկրորդն է սրա նման է. սիրիր քո ընկերոջը քո անձի պես։ Այս երկու պատվիրանների վրա է հիմնված ամբողջ օրենքը
եւ մարգարեները։ Հիսուսը հստակ ցույց է տալիս, որ սերը մերձավորի հանդեպ օրենքի հիմքն է։ Օրենքը հիմնված է սիրո վրա, սակայն շատ ժամանակ փարեսցիական այդ խավը դպիրները մի կողմ էին դնում այդ սիրո օրենքը եւ իրենք ավելի շատ կարգ ու կանոնի մեջ էին։ Օրենքի պահպանումը, սիրելիներ, արժեք ունի այն ժամանակ, երբ այն ծնվում է սիրուց եւ ոչ թե ձևական հնազանդությունից։ Եվ մարգարեները բազմիցս անգամ կոչ էին անում ժողովրդին եւ իշխանավորներին, որպեսզի ապրեն օրենքի նպատակի համաձայն եւ ոչ թե միայն արտաքնապես պահեն օրենքը։ Կոչ էին անում վերադառնալ սրտի օրենքին, կոչ էին անում վերադառնալ սիրո օրենքին։ Եվ իր ծառայության ընթացքում Հիսուսը հաճախ բախվում էր այս ձևական եւ արտաքին մոտեցման հետ։ Հիսուսի խոսքերը, գործերը, նրա ապրած կյանքը երբեմն տպավորություն էին թողնում, որ նա մի կողմ է դնում օրենքը։ Դրա համար էլ նրան մեղադրում էին եւ ասում էին, որ դու օրենքին լուրջ չես վերաբերվում, օրենքը լուրջ չես ընդունում։ Օրինակ Հիսուսը ժամանակ էր անցկացնում կանանց հետ, ինչպես գիտենք, իսկ ռաբիները ասում էին, բառացի կուզեմ նշեմ, ով շատ է խոսում կանանց հետ, չարիք է բերում իր վրա եւ անտեսում է օրենքի ուսումնասիրությունը եւ ի վերջո գեհենն է ժառանգում։ Ինչպես գիտենք, Հիսուսը շատ ժամանակ էր անցկացնում մեղավորների հետ եւ նա մեղավորների հետ սեղան էր նստում, չնայած ռաբիները նույնպես ասում էին հեռու մնա չար հարևանից եւ մի շփվիր չարերի հետ եւ նրանց մեջ այսպես էր, որ սուրբ մարդիկ չպետք է հարաբերվեին, չպետք է ճաշեին մեղավորների հետ։ Սակայն Հիսուսը երկուսն էլ անում էր, թե կանանց հետ էր ժամանակ անցկացնում, թե մեղավորների հետ էր ժամանակ անցկացնում։ Բացի այդ մենք գիտենք, որ Հիսուսը նաև Հիսուսին մեղադրում էին ասելով, որ շաբաթ օրը չես պահում, որը ընդունելի չէր հրեաների համար։ Ուտելիքի հարցում Հիսուսն ասում էր, որ ամեն ինչ մաքուր է եւ այստեղ հարց է ծագում։ Արդյոք Հիսուսը մի կողմ է դնում օրենքը, որպեսզի նոր օրենսդրություն բերի, թե ոչ։ Սակայն Հիսուսը հստակ ասում է, նայեք, ես չեմ եկել օրենքը վերացնելու, այլ կատարելու։ Ես չեմ եկել օրենքը վերացնելու, այլ կատարելու։ Եվ Հիսուսը խախտում է ոչ թե օրենքը, այլ օրենքի հրեական մեկնաբանությունը։ Հրեաները սխալ էին հասկացել, կրոնական խավը եւ դպիրները շատ ժամանակ սխալ էին հասկացել օրենքը։ Նրանք հնազանդություն էին պահանջում, տառացի հնազանդություն էին պահանջում, սակայն Հիսուսն ասում է, որ ես չեմ եկել վերացնելու այդ օրենքը, եկել եմ կատարելու։ Նա է օրենքը տվողը եւ նա կատարյալ հնազանդ է օրենքին։ Հիսուսը ոչ միայն պահում է օրենքը, այլ տալիս է խորքային բացատրություն օրենքում։ Հետագայում եւ որ լեռան քարոզը մենք այս քարոզաշարքը շարունակենք, կտեսնեք, թե ինչպես է Հիսուսն ասում, որ լսել եք, որ ասվեցավ, բայց ես ձեզ ասում եմ։ Սա չի նշանակում, որ Հիսուսը խախտում է, այլ Հիսուսը ավելի խորքային մեկնաբանություն է տալիս։ Օրինակ, լսել եք, որ ասվեցավ, մի սպանիր, բայց ես ձեզ ասում եմ, որ իր եղբորը անտեղի հիմար ասի, գնում է ավելի օրենքի խորքը։ Լսել եք, որ ասվեցավ շնություն մի անի, բայց ես ձեզ ասում եմ, ով նույնիսկ իր մտքում ցանկանա, արդեն իսկ մեղք է գործում։ Եթե Փարեսցիների համար իրենք փնտրում էին իրավական ճշգրտություն, ապա Հիսուսը կարևորում էր խորքը, սերը, մաքրությունը եւ արդարությունը։ Երբ Հիսուսն ասում է, ես եկել եմ օրենքը կատարելու, հունարեն բառը այստեղ ուրիշ իմաստ ունի ամբողջացնելու, իր նպատակին հասցնելու։ Եվ իրականում օրենքը հենց ինքը օրենքը վկայում է Քրիստոսի մասին։ Հովհաննես ավետարան 5-րդ գլուխ 46 համարն ասում է, որովհետև եթե դուք Մովսեսին հավատայիք, ինձ էլ կհավատայիք, քանի որ նա իմ մասին է գրել։ Այսինքն օրենքը գրվել է նաև Քրիստոսի մասին, եւ նաև մարգարեները հաճախ խոսում էին Մեսիայի գալուստի մասին, եւ օրենքը եւ մարգարեները խոսում են Քրիստոսի մասին, եւ Հիսուսը այդ խոստումների մարմնավորումն է։
Նա չի եկել օրենքը ջնջելու, այլ ամբողջացնելու։ Քրիստոսը եկավ, որպեսզի օրենքը եւ մարգարեները ստանան իրենց իրական իմաստը, ստանան իրենց արժեքը եւ իր կյանքի միջոցով կատարյալ հնազանդությամբ Քրիստոսը դարձավ օրենքի կատարողը եւ Քրիստոսը ամբողջացրեց օրենքը։ Սակայն մենք պետք է չմոռանանք, որ այն ժամանակ աշակերտները չէին հասկանում։ Հիսուսն ասում է, օրենքից ոչ մի բան չի անցնի, մինչև ամենը չիրականանա, ինչը չիրականանա։ Աշակերտները չէին հասկանում, ինչ է տեղի ունենում։ Միայն հասկացան Քրիստոսի խաչելիությունից հետո, եւ որ Սուրբ Հոգին եկավ, իրենք հասկացան եւ իրենք հասկանալով Սուրբ Հոգու առաջնորդությամբ սկսեցին նոր կյանք ապրել, սկսեցին Քրիստոսի ասածը հասկանալ եւ արժեվորել։ Այսպիսով Հիսուսն ասում է, ես չեմ եկել օրենքը եւ մարգարեները ջնջելու, ես եկել եմ ամբողջացնելու։ Նրա մեջ օրենքը եւ մարգարեները գտան իրենց կատարումը, իրենց մարմնավորումը, իրենց իրական նպատակը։ 18-րդ համարում Հիսուսը շարունակելով ասում է. ճշմարիտ ասում եմ ձեզ, եւ նա մեզ հրավիրում է կենտրոնանալու, ուշադրություն դարձնելու։ Մենք մեր խոսակցականի մեջ ունենք չէ այս արտահայտությունը, որ ասում ենք լսի թե ինչ եմ ասում։ Այսինքն ինչ ենք ուզում դրանով ասել։ Ուշադիր բան պիտի ասեմ, խորքային բան պիտի ասեմ։ Արժանի է ուշադրության եւ արժանի է որ մեր կենտրոնացումը լինի այնտեղ։ Եվ Հիսուսն ասում է. մինչև երկինքն ու երկիրը անցնեն, օրենքից ոչ մի կետ, ոչ մի նշանագիր չի անցնի, մինչև ամեն ինչ տեղի չունենա։ Սա նշանակում է, որ Աստծո խոսքը ավելի հաստատ է, քան նույնիսկ արարչագործության հիմքերը։ Ուշադրություն դարձրեք, մինչև երկինքը եւ երկիրը չանցնեն։ Ավելի շուտ երկինքը եւ երկիրը կանցնեն, քան իմ խոսքից մի կետ կամ մի նշանագիր կանցնի։ Այստեղ հունարեն 7 տառն է օգտագործված, որը ամենափոքրն է։ Նաև եբրայերենի մեջ մենք գիտենք տառերի վրա կետեր կար։ Եթե կետերը այլ ձև ես դնում, տառի հնչյունը փոխվում է, տառը ուրիշ ձև է հնչում։ Եվ Հիսուսը այստեղ ասում է, որ ոչ մի կետ կամ ոչ մի նշանագիր չի անցնի։ Այսինքն Հիսուսը ցույց է տալիս Սուրբ Գրքի կարևորությունը, Սուրբ Գրքի վավերականությունը, թե ինչքան կարևոր է Սուրբ Գիրքը։ Եվ ես չեմ եկել օրենքը մարգարեները մի կողմ դնելու, այլ եկել եմ ամբողջացնելու, կատարելու եւ ինչպես ասեցին Քրիստոսի մեջ է օրենքը եւ մարգարեները իրեն իմաստը գտնում։ Ավելի շուտ երկինքը կանցնի, ավելի շուտ երկիրը կանցնի, բայց օրենքից ոչ մի կետ, ոչ մի նշանագիր չի անցնի, մինչև որ ամեն ինչ չիրականանա։ Ցավոք սրտի մենք այսօր ինչքան ենք տեսնում, որ մարդիկ կամ ընդհանրապես նույնիսկ եկեղեցիները չեն արժևորում Աստծո խոսքը։ Ասում են այս հատվածը ավելի հարմար է, այն հատվածը ճիշտ չէ եւ այլը։ Աստծո խոսքը լիարժեք ճշմարտություն է։ Աստծո խոսքը լիարժեք ճշմարտություն է, հավիտենական է եւ անփոփոխ է, որովհետեւ հենց մեր Աստվածը հավիտենական եւ անփոփոխ Աստված է։ Եվ մենք հավատում ենք այդ Աստծուն, եւ մենք հավատում ենք այդպիսի Աստծուն եւ մեր կյանքերը նվիրել ենք այդ Աստծուն եւ մենք առաջնորդվում ենք Հիսուս Քրիստոսի խոսքով։ Այսինքն Քրիստոս այստեղ հիշեցնում է, որ Աստծո խոսքը անփոփոխ է, հաստատ է եւ հավիտենական է։ 19-րդ համարը սթափեցնող է, հատկապես նրանց համար, ինձ համար, այն մարդկանց համար, ովքեր Աստծո խոսքն են սովորեցնում։ Նայեք ինչ է ասում. Արտո որ այս պատվիրաններից ամենափոքրը անգամ անտեսի եւ մարդկանց այդպես ուսուցանի, նա երկնքի արքայության մեջ ամենափոքրը կկոչվի։ Սա նշանակում է նորից, որ ոչ մի պատվիրան չի կարելի անտեսել կամ ինչպես մենք ասում ենք, չի կարելի թեթևի առնել։ Սա չի նշանակում, որ մարդը դուրս է մնում Աստծո արքայությունից, ուշադրություն դարձրեք։ Հիսուսն ասում է, փոքր կկոչվի երկնքի արքայության մեջ։ Ինչու՞, որովհետև իրեն կյանքի արժեքները չի գնահատում, չի ցույց տալիս Աստծո խոսքի խորությունը եւ մեծությունը։
Եվ եթե մարդը այդպես է սովորեցնում, ցույց է տալիս իր վերաբերմունքը Աստծո խոսքի նկատմամբ։ Սա կարևոր է, սա անկարևոր է։ Եվ սիրելիներ, այն ժամանակ, ինչպես գիտենք, կրոնական խավում մեծ էին համարվում նրանք, ովքեր մանրակրկիտ ամենափոքր ձևով ուսուցանում էին օրենքը, եւ նրանք զբաղեցնում էին բարձր դիրքեր, օրինակ փարեսցիները, եւ դպիրներն ու փարեսցիները մտածում էին, որ իրենք երկնքի արքայության մեջ իրենք պիտի մեծ կոչվեն, որովհետեւ իրենք կրոնական խավն են եւ իրենք ուսուցանում են Աստծո օրենքը, բայց Հիսուսը գալիս է եւ կարծես փոխում է ամեն ինչ։ Հիշեք, եւ որ Հիսուսն ասում է առաջինները վերջիններ կլինեն, իսկ վերջինները առաջիններ կլինեն։ Եվ եթե Աստծո խոսքի նկատմամբ մենք ունենք այդպիսի դիրք, ուրեմն մենք երկնքի արքայության մեջ փոքր կկոչվենք։ Իսկ այն մարդիկ, ովքեր կատարյալ հնազանդվում են եւ սովորեցնում են Աստծո խոսքը, Քրիստոսն ասում է, որ երկնքի արքայության մեջ այդ մարդիկ ավելի մեծ կկոչվեն։ Նախ նա ասում է, որ փարեսցիները երկնքի արքայության մեջ եթե լինեն փոքր կլինեն, բայց հետո ավելին է ասում։ Նայեք ինչ է ասում, շարունակելով Հիսուսն ասում է, եթե ձեր արդարությունը Իրեք շատ սթափեցնող համար է։ Եթե ձեր արդարությունը չլինի ավելին, քան դպիրների ու փարեսցիներինը, երկնքի արքայություն չեք մտնի։ Սա ցնցող հայտարարություն էր այն ժամանակի լսողների համար։ Փարեսցիները համարվում էին օրենքի պահապանները եւ նրանք ունեին հեղինակություն եւ վստահ էին, որ պատվավոր տեղ պիտի ունենան երկնքի արքայությունում։ Բայց Հիսուսը զգուշացնում է, փարեսցիների ճանապարհը սխալ ճանապարհ է։ Փարեսցիների արդարությունը արտաքին արդարություն է, օրենքի տառի պահպանում, բայց ոչ սրտի փոփոխություն։ Նրանք պահում էին, այո, կանոնները պահում էին, բայց ոչ թե Աստծո փառքի համար, այլ պահում էին իրենց մեծարանքի համար, իրենց պատվի համար եւ մտածում էին, որ իրենք մեծ կկոչվեն երկնքի արքայության մեջ։ Հիսուսն ասում է, դուք Աստծո օրենքը սխալ եք հասկացել։ Դուք թողնում եք կարևորագույն բաները ձեր օգուտի համար։ Անանուխի եւ Սամիթի 10-րդը դարձնում եք ավելի, քան ողորմությունը, քան սերը, քան հավատը կամ արդարությունը։ Նա փարեսցիներին համեմատում է հետագայում, եւ որ Մատթեոսի ավետարանը կարդաք կտեսնեք, որ համեմատում է սպիտակ գերեզմանների նման, որ արտաքնապես լավն են, բայց ներսը լի են նեխածով։ Համեմատում է պնակների պես, որ դրսից մաքուր են, բայց ներսից կեղտոտ են։ Պիտի ընթերցեմ Մատթեոս ավետարան 23-րդ գլուխ 25-ից 28 համարները, որ ասում է. «Վայ ձեզ կեղծավորներիդ, դպիրներիդ եւ փարեսցիներիդ, որ մաքրում եք բաժակի ու ափսեի դրսի կողմը, բայց ներսից լի եք հափշտակությամբ ու անժուշկալությամբ։ Կույր փարիսեցի, նախ բաժակի ու ափսեի ներսը մաքրիր, որպիսի դրսի կողմն մաքուր լինի։ Վայ ձեզի կեղծավորներիդ, դպիրներիդ եւ փարեսցիներիդ, որ նման եք ծեփված գերեզմանների, որոնք արտաքուստ գեղեցիկ են երևում, բայց ներսից լի են մեռելների ոսկորներով ու ամեն տեսակ պղծությամբ, դուք նույնպես արտաքուստ արդար եք երևում մարդկանց, բայց ներքուստ լի եք կեղծավորությամբ ու անօրենությամբ։ Սիրելիներ, Հիսուսը չի փնտրում արտաքին արդարություն, նա փնտրում է սրտի փոփոխություն։ Հիսուսի համար ընդունելի չէ այդ կեղծավոր վիճակը, սակայն եւ որ ուշադրություն դարձնենք մեր կյանքերին, երբեմն մենք էլ ենք այդ կեղծիկի թակարդի մեջ ընկնում։ Հնարավոր է, որ իրար տեսնենք, կեղծ ժպտանք, միգուցե գրկենք, բայց մեր սրտում իրար հանդեպ թշնամանք լինի, իրար հանդեպ խռովություն լինի։ Ինչու եմ ասում, որովհետև հետագայում հաջորդ պաշտանունքին մենք կլսենք, որ Հիսուսն ասում է, եթե եղբորդ հետ խնդիր ունես, ավելի լավ է ընծատ թողնես, գնես եղբորդ հետ հաշտվես, նոր գաս ընծատ մատուցանես։ Շատ ժամանակ, սիրելիներ, մենք որպես եկեղեցի նույնպես ընկնում ենք այդ կեղծիքի թակարդի մեջ։ Եվ Քրիստոսի համայնքը կաչված է ունենալու
գերազանց արդարություն, ավելի արդարություն, քան ունեին փարեսցիները եւ դպիրները։ Հիսուսը մեզ սովորեցնում է օրենքի հոգին եւ ոչ թե տառը։ Եթե փարեսցիները շեշտադրում էին կանոնակարգերը, Հիսուսը շեշտադրում է արմատական հնազանդությունը։ Եվ նա ուզում է, որ մենք գործենք ճիշտ շարժառիթներով։ Օրինակ շատ մարդիկ կպարծենան, կասեն, ես հավատարիմ եմ իմ ամուսնության մեջ, բայց եւ որ նայես մարդու կյանքում կամ այդ մարդը չի կարողանում ընկերուհի գտնել, կամ այդ մարդը վախենում է բռնվելուց եւ դատվելուց։ Ուրիշ օրինակ բերեմ։ Շատ մարդիկ իրենց գործարքների մեջ արդար են, ոչ թե նրա համար, որ չեն ուզում փող գողանալ, այլ գիտեն, որ աուդիտ կա, կարող են բռնվել եւ դատվել, դրա համար արդարություն են անում։ Հիսուսը ուզում է, որ մենք ճիշտ գործենք ճիշտ շարժառիթներով, որ մեր ներսի մարդը ձգտի այդ արդարությանը։ Հեշտ է։ Ոչ, դժվար է, բայց արժե։ Եվ Հիսուսը փնտրում է այդ սրտի փոփոխությունը, այդ ներքին արդարությամբ ապրող ժողովուրդը, եւ Քրիստոսի եկեղեցին կանչված է, որպեսզի գերազանցի փարիսեցիների եւ դպիրների արդարությանը, ինչպես մաքուր սիրտ ունենալով։ Հիշենք երանելիները, երանի սրտով մաքուրներին, որովհետեւ նրանք Աստծուն պիտի տեսնեն։ Այսպիսով, սիրելիներ, Հիսուսը մեզ հրավիրում է դեպի արդարություն, որը չի չափվում արտաքին պահվածքով, այլ ծնվում է ներսից, ծնվում է սիրով, հավատքով եւ մաքուր սրտով։ Հռոմեացիս 2-րդ գլուխ 28-29 համարներն ասում է, որովհետև հրյան նա չէ, ով արդակուստ է երևում, եւ թլպատությունը այն չէ, որ մարմնով է հայտնի, այլ հրյան նա է, ով ներքուստ է հրյա, եւ թլպատությունը սրտով ու հոգով է եւ ոչ թե գրով։ Նրա գովքը մարդկանցից չէ, այլ Աստծուց։ Հրյան նա չէ, ով արտակնապես հրյա է։ Հրյան նա է իրական, ով ճշմարտությամբ պահում է Աստծո օրենքը։ Եվ սիրելիներ, ամփոփելով կարող ենք ասել, որ Հիսուսը ասում է. ես չեմ եկել, որ օրենքը կամ մարգարեները վերացնեմ, ես եկել եմ օրենքը եւ մարգարեները կատարելու, եւ ամբողջ օրենքը եւ մարգարեները ամբողջանում են, իրենց կատարումն են գտնում Քրիստոս անձի մեջ։ Եվ շարունակելով Հիսուսն ասում է, առավել կարևոր է ներքին անձը, քան արտաքին պահվածքը, որովհետև միայն այն արդարությունը, որ ծնվում է ներսից, կարող է իրապես փոխել աշխարհը։ Ուզեմ եւս մեկ անգամ ասել, այն արդարությունը, որ ծնվում է մաքուր սրտից, ծնվում է ներսից, այդ արդարությունը կարող է փոխել աշխարհը։ Եկեք նայենք մեր կյանքերին, սիրելիներ, եւ մի քանի հարց տանք, որպեսզի փորձենք հասկանալ, մենք արդյոք կեղծավորության մեջ գտնվում ենք, թե չէ։ Օրինակ, երբ որ ինչ-որ մեկը օգնության կարիք ունի եւ մենք օգնում ենք, անում ենք, որպեսզի մարդիկ մեզ ծափահարեն, մարդկանց առաջին մենք լավ երևանք, թե իրապես հոգ ենք տանում, սիրով ենք լցված այդ մարդու հանդեպ դրամա ենք հոգ տանում։ Եվ որ մեղքին ոչ ենք ասում, ինչու ենք ասում, որովհետև Աստված մեզ համար կարևոր է, թե վախենում ենք բռնվենք եւ մարդիկ մեզ ուրիշ աչքով նայեն։ Եվ որ կիրակի օրը պաշտանունքի ենք գալիս, պարտականությունից դրդված ենք գալիս, թե գալիս ենք, որովհետև սիրում ենք Աստծուն եւ ուզում ենք գանք եւ իրեն մեծարենք եւ իրեն փառաբանենք։ Եկեք սիրելիներ, մի պահ կանգ առնենք եւ ամեն մեկս մտածենք եւ թույլ տանք, որ Աստծո խոսքը մեզ ներսից լուսավորի եւ մենք լինենք Քրիստոսի այն համայնքը, որի արդարությունը գերազանցում է այդ կեղծավոր արդարությունը, այդ արտաքին արդարությունը, մեր ներքին արդարությունը եւ այսօրվա մեր պատգամը կուզենք ավարտենք Դավիթ թագավորի աղոթքով 51-րդ գլուխ 10 համարով, որ ասում է. մաքուր սիրտ ստեղծիր իմ մեջով Աստված եւ ուղիղ հոգի նորոգիր իմ ներսում։ Ամեն։